Փառք Հիսուսին։ Մենք ունենք այսօր հիանալի հյուրեր, Էդգար եւ Արմինեն, Ստրասբուրգի կյանքի խոսք եկեղեցու հովիվներ, շատ ուրախ ենք ձեզ համար, իրականում փառք ասում, որ դուք եկել եք, մեր հրավերը ընդունել եք, փառք Տիրոջը։ Նենց որ հավատում եմ, որ Աստծո կամքն է, որ դուք այստեղ եք եւ Աստվածա ձեզ բերել, որպեսզի դուք լինեք այսօր այստեղ եւ ծառայեք։ Որ Տերը օծի ձեզ, Արմինեն էլա ծառայելու այսօր խոսքով, Զոհի խոսքով, այնպես որ մենք սպասում ենք Տերից շնորհք, որովհետեւ եթե Տերն է պատվիրում, Տերն էլ ուրեմն ունի ասելու բան։ Ընդունում ենք։ Աստված օրհնի ձեզ, շնորհակալ ենք։ Եկեք ծափարենք, փառք Տիրոջը ձեր համար։ Օրհնյալ լինի մեր Աստվածը։ Եկեք գոհությամբ գանք Տիրոջ առաջ, սիրելիներ ջան։ Գոհությամբ գանք եւ սկսենք մեր ծառայությունը։ Փառավոր Հայր, գոհանում ենք քեզանից այսօրվա օրվա համար։ Այսօրվա օրը դու ստեղծել ես մեզ համար եւ մենք խոնարհվում ենք քո առաջ եւ փառավորում ենք քեզ։ Մենք խնդրում ենք Հայր Հիսուսի անունով, որպեսզի օրհնես մեր այսօրվա ծառայությունը, օրհնես Տեր քո ժողովուրդը եւ իրականում քո սուրբ հոգու ներկայությամբ լցնես այս վայրը։ Օրհնյալ Տեր, մեր օրհնությունը հիմնականում քեզանից է եւ մենք սպասում ենք քեզանից, որպեսզի մենք քեզանից լսենք եւ հասկանանք, Տեր ջան, եւ կյանք դարձնենք քո խոսքը մեր կյանքում Հիսուսի զորավոր անունով։ Եվ հիմա նորից այսօր քո խորանի մեջ գոհության պատարագներ պիտի մատուցանենք, երգենք եւ սաղմոս ասենք քո սուրբ անունին եւ հավատում ենք, որ դու ել բարձրացնելու ես մեր գլուխները մեր թշնամիների վրա, որ մեր 4 կողմովը կան։ Մենք հավատում ենք, Տեր, հավատում ենք, որ մեր գլուխը օծելու ես յուղով այսօր նորից եւ մեզ համար սեղան ես պատրաստել մեր թշնամիների առաջ։ Փառք, պատիվ ու գոհություն քեզ։ Հալելույա, ամեն։ Փառք Հիսուսին։ Տերը օրհնի ձեզ։ Հալելույա։ Փառք մեր ամենակարող Աստծուն։ Եկեք ամբողջ սրտով փառաբանենք ու մեծարենք մեր հզոր Աստծուն, իր բարության համար, իր ողորմության համար։
Ձեր տանություն Ով դեր կորնեմ քեզ քանի դեր կա Դու ինձ բրկել ես շատ անգամ Առաջնորդել ես ինձ փոխում Ու ինձ դարձրել տանություն Ու ինձ դարձրել տանություն Azora metzames, gortere anu, azora metzames,
Մաշող կրակ Հիսուս կրակ է 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 Մաշող հոգի Զորության հոգի Դու մեր մեջ ես Դարացել ու քո կարող զորությունը Ահա ես պատրաստ եմ ընդունելու քեզանից Հավից վրա քո կարող Զորը մեծ ամեն Զորը մեծ ամեն Գործեր է անում Զորը մեծ ամեն Գործեր է անում Զորը մեծ ամեն Գործեր է անում Ինը քանդում է կարեկարություն Զորը մեծ ամեն Գործեր է անում Զորը մեծ ամեն Գործեր է անում Զորը մեծ ամեն Գործեր է անում Ինը Հիսուս կրակ է Հիսուս կրակ է Մաշող կրակ 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 Հալելույա Հարդի քեզ Տեր
adekvat ձիգ քեզ մի պահի սիրի քո Աստծուն երկրպագի քո Աստծուն պաշտի քո Աստծուն խոնարհվի քո Աստծու առաջ ուրախացի ցնծա ինչ ուզում ես արա մենակ թե քո Աստծուն պաշտի իսկական ձևով որովհետև Տերը արժանի է Տերը արժանի է Սենց Աստծուն պիտի ուրիշ ձևի պաշտամունք բարձրանա Միթե են Աստվածը, որ քեզ խավարից հանելա բերելա լույսի մեջ, որ քո անեծքը վերցրելա գամելա խաչին, քեզ տվելա օրհնություն, միթե են Աստվածը, որ քո գերեզմանակարերը բացելա, միթե այդ Աստվածը արժանի չի, որ իրան պաշտեսնենց, որ երկինքն ու երկիրը դղրդան, որ այս վայրը շարժվի, հալելույա, նորից, հալելույա, Քոնն է ողջ մարդը շուա, Քոնն է ողջ մարդը Եվ զորությունը Հավաքված են այստեղ կարիքներ, խնդրվածքներ, աղոթքներ, միգուցե փակ դռներ, միգուցե մառախուղներ, խավարներ, որ առաջդ չես տեսնում, բոլոր կարիքները այստեղ են ձեր, եւ եթե մեկը չի հասցրել իր կարիքը բերիքցի այստեղ, դու քո մտքի մեջ կամ եթե գրված ունես քո ձեռքի մեջ, բարձրացրու քո կարիքը, քո սրտի աղոթքը, քո աղաղակը, քո ցանկությունը, ոնց որ երեք Գուստավը ասեց, որպես երեխաներ, որպես մանուկներ, մի աստվածաբանական տերմիններ ման մի արի, որպեսզի քո Աստծուն դիմես ինչ որ բան վերցնելու համար։ Երբ որ երեխան իր պապային ասում է, պապ, ես ինչ բանը ուզում եմ, հայրը հլը երեխայի բերանից խոսքը դուրս չեկած, ձեռքը մեկնում ու տալիս է, ու մեր Տերը ասում է, եթե դուք մարդ լինելով, կարողանում եք ձեր երեխաներին բարիք անել, միթե ես ամենակարող Աստվածը, տիեզերքի արարիչը, երկինքն ու երկիր ստեղծող Աստվածը, ձեր հայրը, երբ որ Հիսուսն ասեց, հայր մեր, հոր գաղափարը տվեց մեզ, ձեր հայրը, միթե ես չեմ տա ձեզ ձեր սրտի խնդրվածքները, մի կարևոր բանալի բան եմ ուզում ասեմ, միջև ես աղոթքը անելդ, եթե դու քեզ քո սրտի մեջ համարում ես Տիրոջ արյունով սրբված, Հիսուսի խաչի շնորհիվ արդարացած, առանձնացված մեկը, դու խնդրելու իրավունք ունես, որովհետև ում աղոթքն է լսվում եւ պատասխանում, Ալելույա, հալելույա Տեր, պարզիր ձեռքերդ այստեղ, հալելույա Տեր, հավատքով պարզեք, հավատքով, հալելույա Տեր ջան, մենք փառք ենք տալիս մեր հայր երկնային, մեր հայր երկնային, մեր պապա ջան, մենք քեզ փառք ենք տալիս այսօր, քո սուրբերը, քո արդարները, քո զավակները, քո դուստրերը այստեղ հավաքված, ամենաառաջին հերթին մեր ոտքերը մեզ բերել են այստեղ, քո շուրջը, քո խոսքի շուրջը, հավաքվելու համար, քեզանից լցվելու, քեզանից ծնվելու համար, բայց Տեր, դու գիտես մեր կարիքները, դու գիտես մեր խնդիրները, մեր խնդրվածքները, Տեր իմ Աստված, եւ մենք բարձրացնում ենք սա,
քո գահի առաջ, քո ապահով ձեռքերի մեջ ենք հանձնում Տեր, ամեն մեկիս գրվածքը, խնդրվածքը Տեր, դու մառախուղները ցրողն ես, դու խավարները ճեղքողն ես, դու մեր առաջին ծովերը բացողն ես, դու մեզ համար երկնքից ամենօրյա մանանան տվողն ես, դու մեր հիվանդությունները խաչի վրա գամողն ես, դու մեր անեծքը հավիտյան վերցնողն ես, դու մեր օրհնության աղբյուրն ես, եւ մենք չեմ ուզում ոչ մի վարքյան մոռանանք սրա մասին, որովհետեւ դու դա արել ես անձամբ իմ համար, ձեռքդ դիր քո վրա, քո կարիքը հիշի, դու դա արել ես անձամբ այս կարիքի համար, երբ որ ես սրա կարիքը ունենամ, ես դա ունենամ քեզանից։ Հալելույա, ուրիշ ոչ մի բանի վրա մեր հույսը չի Տեր, մենակ քո վրա է մեր հույսը, ու մենք քեզանից ենք ուզում, մենակ քեզանից ենք ուզում, եւ Տեր մեր Աստված, գոհությամբ փառաբանում ենք քեզ, այն բոլոր պատասխանների համար, որ դու քո շտեմարաններից, քո սրտից արդեն հանել ես մեզ համար։ Շնորհակալ ենք Տեր, փառքը լինի քեզ հավիտյան, ամեն։ Հալելույա։ Միջև կնստենք, եթե հովիվը թույլ կտա, կրակի պահը, մի հատ նորից երգենք էլ ինչ կլինի, Հիսուս կրակ է, Հիսուսը կրակ է, Հիսուս կրակ է, մաշող կրակ, 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 ամեն։ մի բան եմ ուզում ասեմ, կարող եմ մի քիչ շատ ժամանակը վերցրեցի, բայց ես ոչ մի վկայություն չեմ ասի, դաժե չեմ ներկայանա, հովիվը կներկայացնի։ Ուրեմն, Հիսուս կրակ է, ու ինքը մաշող կրակ է, ու գիտեք, եկեղեցուն պետք են կրակում փորձված ոսկի անոթներ։ Եթե ուզում եք, ձեր եկեղեցին առողջ լինի, աճի, խավարը ճեղքի, ես դողում եմ, խավարը ճեղքի, ձեր քաղաքի, խավարում թաքնված գանձերը ձեզ հասնեն, դրա համար ձեզ պետք են անոթներ, ոսկի անոթներ, բոլորը ոսկի են, որոնք որ կհամաձայնվեն Տիրոջ այս կրակի մեջ, փորձվեն, ամեն ախտ ու անպետք աշխարհիկը մաքրվի այդ կրակի մեջ եւ դուրս գա ոսկին ու այդ անոթ ամեն անոթ կարա լինի Տիրոջ տան մեջ բայց Աստված կանչել է որպեսզի ոսկի անոթներ լինենք եթե ընտրում ես լինել ոսկի առաջի քայլը Տիրոջ կրակի մեջ փորձվելու հնազանդվելու այրվելու պոկելու գցելու հնարավորությունը պետք է տաս Տիրոջը Հալելույա սա որպես կրակից սրտիս այդտեղ դրվել էր ասեցի ասեմ մերսի շատ Հալելույա Ինձ հանձնարարել են որ ես այսօր խոսեմ կարող եք նստեն որ ես այսօր խոսեմ զոհաբերության խոսք ճիշտն ասած երեկվանից մտածում եմ ինչ պիտի ասեմ որ համարը վերցնեմ ինչ անեմ բայց այսօր ոչ մի համար չեմ վերցրել բոլորս գիտենք հին ուխտից սկսած մինչև հայտնության գիրքը խոսվում է զոհաբերությունների մասին զոհաբերված կյանքերի մասին բառացի ասում է 10-րդ տարեք Տիրոջ տունը միտեղ ասում է չեք տեսնում Աստծո տան վիճակը գնացեք վեր ելեք սարը փայտերը բերեք մի խոսքով Աստծո թվաբանությունն էլ մի տեսակ տարբեր է մեզնից տալը լավ է քան թե վերցնելը եւ այլ բայց այսօր երկու բանի մասին եմ ուզում խոսամ մի հատվածը շատ կարճ եմ լինելու հալելույա մի հատվածում ես կասեմ որ երբ որ դու սերմում ես Տիրոջ
տան մեջ, դա այն ամենաբարի հողն է, որը որ քեզ քո ոչ մի սերմը անպտուղ չի լինելու։ Դու ինվեստիցիա ես անում, ներդրում ես անում Տիրոջ տան մեջ, այն բարի ու բերի ու առատ ու միշտ ջրված, որ ոչ կարկուտը կկարողանա խփի, ոչ քամիները կկարողանան խանգարեն, ոչ մի եղանակ քո ցանած սերմը չի կարողանա մերցնի, երբ որ դու դա դրել ես Տիրոջ արքայության մեջ։ Սա որպես ինվեստիցիա, որպես ներդրում, որովհետև երբ որ տալիս ես, դու ստանում ես։ Սա Տիրոջ օրենքն է։ Երբ որ ցանում ես, դու հնձում ես, չէ՞։ Ինչ չափով ցանել ես, այդ չափով էլ պիտի հնձես։ Իսկ մյուս կողմը, սա արդեն մեր սրտի դիրքն է։ Մյուս կողմը սա արդեն մեր նվիրումն է, մեր ցանկությունն է, մեր սրտացավությունն է խոսում, թե ես ինչ սրտով եմ նայում եկեղեցում կատարվող գործերին, թե ես ինչքանով եմ ուզում իմ ձեռքից եկածն անեմ, ֆինանսապես մասին է խոսքը, քանի որ ես խոսում եմ ֆինանսներից, որովհետև բոլորս համարյա եկեղեցում ծառայում ենք։ Բայց այս պահին, քանի որ ֆինանսների մասին է, ես ֆինանսներից եմ հենց խոսում։ Եկեղեցին, գիտեք, ինքը քայլող, շարժվող, առողջ օրգանիզմ է, ու եթե ուզում ենք, որ եկեղեցին կախ չլինի, մի ձեռքով, մի ոտքով չլինի, բոլորս անխտիր պետքա ներդրվենք եկեղեցու ուժեղ ոտքերի կառուցման հարցում։ Ու եթե դու ուզում ես, որ քո եկեղեցու անունը թնդա, որ քո Աստծո համբավը թնդա, մեր բոլորիս նպատակը դա է, ոչ մեր անունը բարձրանա, ոչ որպես կյանքի խոսք, այլ Աստծո եկեղեցու անունն ու համբավը, եթե դու ուզում ես, որ բարձր լինի, դա իմ ու քո պատիվն է։ Ամեն։ Ես քեզ հորդորում եմ, իմ ամուսինը, մեր հովիվը շատ երկուած սիրուն բառ ունի, հորդորել եւ խրախուսել։ Հորդորում եմ եւ խրախուսում եմ, որ այս հարցում լինեք առատաձեռն, լինեք սրտացավ, լինեք գործի մարդիկ, որովհետեւ խոսել բոլորս կարող ենք ունենց կխոսենք, որ դոցենտ պրոֆեսորները կարող է երբեմն այդ ձև չկարողանան խոսել, բայց գործողները այդքան էլ շատ չեն։ Ես վստահ եմ, որ այս եկեղեցում գործողներն ավելի շատ են, քան խոսողները։ Դրա համար նորից խրախուսում եմ եւ հորդորում եմ, որ գործի մարդիկ լինենք բոլորս միասին, որպեսզի Տիրոջ անունը ամեն տեղ բարձրանա։ Ամեն։ Ու այս դահլիճը, որ դուք մտածում եք, սա դեռ շատ քիչ է ձեր համար, որովհետեւ հոկտեմբերյանը պետքա փրկությունը գտնի իր։ Ամեն։ Հալելույա։ Me
Շնորհակալ ենք Տեր քո հրաշալի ներկայության համար։ Շնորհակալ ենք, որ դու այստեղ ես Սուրբ Հոգի, որ դու այցելել ես քո ժողովուրդը Տեր, քո որդիները Տեր իմ Աստված, եւ ահա մենք այստեղ ենք քեզ բարձրացնելու փառքը, պատիվը, մեծարանքը, երկրպագությունը, որին որ դու արժանի ես Հայր։ Շնորհակալ ենք Սուրբ Հոգի, որ դու շարժվում ես այս վայրում, որ դու շարժվում ես այս տան մեջ Տեր։ Մենք բացում ենք քեզ, մեր սրտերը, մեր անձը, մեր ամբողջ էությունը եւ ասում ենք Սուրբ Հոգի, շարժվի Տեր, գործիր Տեր, քո անունը փառավորիր Տեր, այս վայրի մեջ, այս հավաքույթի մեջ Տեր, դու ես մեր սպասումը, քեզնից ա մեր զորությունը Տեր իմ Աստված։ Շնորհակալ ենք։ Հալելույա, եկեք միասին նորից բարձրացնենք փառքը, մեծարանքը Տիրոջը։ Հալելույա։ Շնորհակալ ենք Տեր։ Հայնում ես փառավորված, հայնում ես Տեր փառավորված, փառքերով ես մեծարված։ Հալելույա։ Արժանի է, մեծարիր նրան, մեծարիր նրա անունը։ Հալելույա։ Փառքերով ես մեծարված, հայնում ես փառավորված, հայնում ես Տեր փառավորված։ Հալելույա, փառքես Տեր, շնորհակալ ենք Հայր։ Հալելույա Տեր, փառքես, փառքես, փառքես։ Տեր իմ Աստված, շնորհակալ ենք, որ դու խոսում ես եւ դու շարժվում ես Տեր։ Մենք քեզ ենք բարձրացնում փառքը ու պատիվը Հիսուսի զորավոր անունով։ Ամեն, ամեն եւ ամեն։ Հալելույա։ Նա արժանի է։ Հալելույա։ Փառք մեր Աստծուն, սիրելի եկեղեցի։ Տերը առատորեն օրհնի քեզ, ողջունի կողքինիդ, մի հատ լավ քաղցր խոսք ասա, օրհնի ինչ-որ մեկին եւ կարող ես նստել Աստծո ներկայության մեջ։ Հալելույա, Տերը օրհնի հրաշալի փառաբանության խումբը նույնպես։ Ուրախ ենք այստեղ լինելու, ձեր մեջ լինելու, պատիվա մեզ համար, ես եւ կնոջս հետ արդեն տեսակ։ Իրականում այստեղ կա հրաշալի ներկայություն եւ հոգու ազատությունը։ Փառք Տիրոջը, նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ձեր հովիվներին, հովիվ Պավելին, Կարինեին, այս հրավերի համար, վստահության համար, թեև ես ինձի որպես հյուր չեմ զգում ձեր մեջ, որովհետեւ մենք Աստծո ժողովուրդն ենք, Աստծո ընտանիքն ենք, ամեն, մեկ հոր զավակներ ենք, հալելույա, փառք մեր Աստծուն։ Հովիվ Պավելը երեք երբ որ խոսեցինք, ասեց, որ լավ կլինի մի փոքր վկայությունով կիսվեմ, կուզեմ կարճ կվկայեմ իմ ապաշխարությունը եւ դրանից հետո կփոխանցեմ այն խոսքը, որ Աստված դրել է այսօր սրտիս մեջ, ձեր հետ խոսելու, կիսվելու։ Հալելույա։ Ուրեմն մենք Ֆրանսիայից ենք, սիրելիներ, այնտեղ ծառայում ենք, այնտեղ քարոզում ենք ավետարանը եւ անում ենք Աստծո գործը, ինչպես որ դուք էլ այստեղ, եւ եթե մի քիչ ավելի հետ գնամ, ես փոքր ժամանակ դուրս ենք եկել Հայաստանից ծնողներիս հետ միասին 8-9 տարեկան հասակում եւ եղել ենք մի քանի տարբեր երկրներում, իհարկե ընդհանրապես գաղափար չեմ ունեցել ավետարանից, Աստծո խոսքից եւ Եվրոպայում ենք եղել, այնտեղ մեծացել եմ, պատանի հասակում, ուրեմն ես փորձեմ այսպես շատ երկար չլինել, պատանի հասակում սկսեցի զբաղվել սպորտով, բռնցքամարտ էի պարապում եւ ուրեմն այդտեղ մեր պարապմունքի տեղը կար մի տղա, որ ինձանից տարիքով շատ ավելի մեծ էր, որ քրիստոնյա էր,
մի ուկրաինացի տղա կար եւ այդ ժամանակ մենք բնակվում էինք Շվեյցարիայում եւ անընդհատ երբ որ պարապմունքներին հանդիպում էինք ինքը ինձ Աստծո խոսք էր խոսում, ավետարանում էր։ Ես իհարկե ինչ որ ձևով ունեի հավատք իմ ներսում, սովորաբար ոնց որ բոլորը հավատում են, հավատում էի Աստծուն որպես հայ, քրիստոնյա, հա, այսպես ավանդական ձևով եւ ամեն անգամ երբ որ խոսում էր ես սենց շատ անարգանքով էի, հա, իր խոսքին, իր վկայությանը, այդ ամեն ինչին վերաբերվում ու թեման միշտ փոխում էի եւ ես իրան միշտ բարձենում էի, ասում էի դու ուկրաինացի ես, իսկ մենք հայ ենք եւ մենք հայերս առաջին աշխարհում առաջին քրիստոնյաներն ենք, դրա համար արի ավելի լավ է դու ինձ քրիստոնեություն մի սովորացրու։ Եվ օրերից մի օր, երբ որ նորից ինքը այդ թեման բացեց, նորից սկսեց խոսալ, ինձ հարցրեց, ասեց մի հարց եմ ուզում տամ ու էլ չեմ խոսալու, ասի ասա, ասեց եթե դուք առաջին քրիստոնյան եք, այդքան լավ ճանաչում ես, հավատում ես Աստծուն, եթե այս գիշեր քո կյանքը վերցվի, դու վստահ ես, որ դու փրկված ես, վստահ ես, որ դու Աստծո մոտ ես լինելու։ Ես ասացի, ոչ մեկ չի կարա դա իմանա, որովհետև բոլորը մահանում են եւ հետո Աստված ինքը որոշում է, ինքը դատում է եւ ինքն է որոշում։ Եվ այդ տղան ինձ ասեց, իսկ ես վստահ գիտեմ, որ ես փրկված եմ, որովհետև ես ունեմ Հիսուսին։ Եվ երբ որ ինքը դա ասեց, իմ մեջ սկսեց օրերով այս միտքը ինձ սկսեց տանջել, ոնց կարա մարդ վստահ լինի, որ ինքը փրկված է։ Եվ օրերից մի օր, երբ որ նորից հանդիպեցինք պարապմունքի տեղը իրան, ասացի ես ուզում եմ գամ քո եկեղեցին։ Եվ ինքը շատ ուրախացավ, մենք պայմանավորվեցինք, գնացինք Կիրակի օրը եկեղեցի, իմ համար շատ անսովոր էր, որովհետև եկեղեցի ես ուրիշ ձև էի պատկերացնում, երբ որ մտանք, տեսա դահլիճը, փառաբանության երգերը, գործիքները, այս ամեն բաները շատ անսովոր էր ինձ համար։ Բայց միևնույն ժամանակ սրտիս շատ հարազատ եղավ այդ ամեն ինչը։ Այդ երգերը, երկրպագությունը, խոսքը, ամեն բան սրտիս շատ հարազատ էր, շատ կպնում էր եւ հետո մարդիկ էին մոտենում ինձ։ Ամեն մեկը ինչ որ մի վկայություն էր պատմում իր կյանքից եւ այս ամեն ինչը կպնում էր իմ սրտին։ Եվ որոշում կայացրեցի, այսինքն ոչ թե դա որոշում էր ինքստինքյան եղավ, որ ամեն Կիրակի սկսեցի գնալ եկեղեցի այդ ընկերոջս հետ, բայց չգիտես ինչի իմ ներսում, իմ սրտում ոչ մի փոփոխություն տեղի չէր ունենում։ Իմ կյանքի մեջ ես ապրում էի մեղավոր կյանքով եւ ոչ մի փոփոխություն տեղի չէր ունենում։ Ուղղակի ինչ որ մի բան ինձ քաշում էր եւ ինձ դուր էր գալի եւ ես գնում էի։ Եվ մոտավորապես 8 կամ 9 ամիսներ գնացի եկեղեցի եւ ուզում եմ նաեւ սենց զուգահեռ ասեմ, որ երբ որ ես բռնցքամարտով զբաղվում էի, շատ լուրջ էի տրամադրված եւ շատ լուրջ նպատակներ ունեի, ես ասում էի, ես պետքա աշխարհի չեմպիոն լինեմ, հայտնի լինեմ, ես պետքա շատ մեծ գումարներ աշխատեմ այդ սպորտի միջոցով եւ շատ լուրջ տրամադրված է եւ բավականին լավ արդյունքներ նույնպես ունեի։ Եվ այնպես ստացվեց, որ մենք դուրս եկանք Շվեյցարիայից, մենք տեղափոխվեցինք Ֆրանսիա, իհարկե մենք ուրիշ երկիր էինք ուզում գնայինք, բայց չստացվեց եւ մենք մնացինք Ֆրանսիայում եւ հետո հասկացանք, որ դա Աստծո կամքն էր։ Եվ գիտես, երբ որ եկանք Ֆրանսիա, չէինք ճանաչում, բայց այն ինչ որ ես լսել էի այդ ամիսների ընթացքում, այդ 8-9 ամիսների ընթացքում, այդ խոսքը, այդ ամեն ինչը, որ ես լսել էի, կարծես կուտակվել էր իմ մեջ եւ այդ մենության մեջ, մենակության մեջ Աստված սկսեց խոսալ իմ ներսում։ Եվ սկսեց իմ եւ Աստծո հետ ինչ որ փոխհարաբերություն։ Ես սկսեցի անհատապես փնտրել Աստծուն, աղոթել, կարդալ կտակարանը, որ իմ մոտ ունեի։ Եվ իմ մեջ որոշումներ էր գալիս, իմ կյանքի մեջ ինչ որ խավար բաները, որ կար թողնելու, մերժելու, հրաժարվելու, այսպես մենակով Սուրբ Հոգին սկսեց աշխատել հետս։ Եվ հետո կարճ ժամանակ հետո մենք հանդիպեցինք հավատացյալ մարդկանց այդ քաղաքում, որտեղ որ կայինք,
եւ նրանք նորից վկայեցին մեզ, ավետարանեցին, հրավիրեցին եկեղեցի, մենք գնացինք եկեղեցի եւ ամբողջ ընտանիքով դարձանք Տիրոջը, ապաշխարեցինք, ընդունեցինք Տիրոջը։ Իդեպ ընդհանրապես, քանի որ գաղափար չունեի այս մեր ավետարանական եկեղեցիներից, երբ որ Շվեյցարիայում ես գնացել էի այդ եկեղեցին, ես կարծում էի, որ մենակ այդ երկրում ու այդ քաղաքում էր այդ նման եկեղեցի։ Հետո երբ որ Ֆրանսիայում նորից հրավիրեցին, մտա եւ տեսա նորից դահլիճը, այդ ինստրումենտները, փառաբանությունը, ասացի, վա, ուրեմն պարզվում է, որ աշխարհի տարբեր տեղերում սենց եկեղեցիներ կան ու շատ ուրախացա։ Եվ ապաշխարեցի, սիրտս տվեցի Տիրոջը եւ շատ ուժեղ ձևով նվիրվեցի Աստծուն, շատ մեծ ծարավով նվիրվեցի։ Դրան զուգահեռ ես շարունակում էի Ֆրանսիայում նույնպես բռնցքամարտով զբաղվելը եւ նորից լավ հաջողություններ, լավ արդյունքներ էի գրանցում։ Եվ երբ որ ապաշխարեցի, արդեն մի քանի ամիսներ անցել էր, եւ այսպես կրակով լցված Աստծո, ասում էի Տեր, ամեն բանով ես կծառայեմ քեզ, ամեն ձևով ինչ որ ասես կանեմ, ինչ որ ուզես ինձանից պահանջվում է, ես ուզում եմ ծառայեմ քեզ, ես ուզում եմ փառավորեմ քեզ, բայց գիտես իմ ներսում նկատի ունեի, մտածում էի, ասում էի, որ քանի որ հիմա արդեն ունեմ Հիսուսին եւ բռնցքամարտի մեջ ես կբարձրանամ, առաջ կգնամ ու դա էլ կլինի միջոց, որ ես ավետարանը կքարոզեմ շատերին։ Եվ սա էր իմ ծրագիրը, իմ նպատակը։ Ու այդպես աղոթում էի մի քանի ամիսներ ու գիտես ինչ եղավ, օրերից մի օր եւ ասեմ, որ նոր դռներ էին բացվել սպորտի մեջ, ես կապեր էին ստեղծվել այն մարդկանց հետ, ովքեր որ զբաղվում էին Արտուր Աբրահամի կարիերայով, ովքեր որ գիտեն, այսինքն այդ նույն կամպանիայի մարդկանց հետ կապեր եւ այսպես նոր դռներ էր բացվել ու ես շատ ուրախացել էի եւ գիտես օրերից մի օր Աստված մատը դրեց իմ Իսահակի վրա ու ասեց պիտի թողնես, պիտի հրաժարվես։ Իհարկե իմ համար անհասկանալի էր, իմ համար շատ ծանր էր, որովհետև ես չէի հասկանում, բայց այդ սպորտը այդ ժամանակ իմ կուռքն էր, ես ամեն բանից կարայի հրաժարվեի, ամեն բան կարայի թողնեի, բացի բռնցքամարտը, եւ որովհետև ես իմ կյանքը կապել էի դրա հետ, ես անգամ ուսումս էի թողել, որովհետև հավատում էի, որ ես այդ ուղղությամբ պիտի գումար աշխատեմ, ամեն բան թողել ու ամբողջ կյանքս կենտրոնացրել էի դրա վրա, եւ Աստված օրերից մի օր ասում է, որ դու պիտի հրաժարվես դրանից։ Իմ համար շատ ծանր էր, շատ այսպես ես իմ Իսահակին պետքա զոհաբերեի Աստծո համար։ Իհարկե ես քանի որ շատ սիրում էի Տիրոջը, մեծ դժվարություններով, բայց ես հրաժարվեցի։ Ես հրաժարվեցի, անգամ իմ մարզիչը մեծ հույսեր էր կապում ինձ հետ, եւ անգամ համարձակություն չունեցա, որ գնամ իր առջևը ասեմ, որ ես հրաժարվում եմ, որովհետև դա իր համար էլ շոկային մի բան էր։ Ես ուղղակի հեռախոսով զանգեցի եւ իրան ասացի, ես այլևս չեմ գալու։ Եվ ինքը մի քանի րոպե հեռախոսի այն կողմում լռել էր, որտեվ չգիտեր ինչ ասեր ինձ։ Ինչի համար եմ այս ամեն ինչը ասում։ Երբ որ ես հրաժարվեցի եւ թողեցի, թեկուզ հնազանդվեցի, բայց իմ սրտում հարցեր էր առաջանում, Տեր ինչի համար, չէ որ դա մի հատ մեծ դուռ էր, որ ես կարայի ավետարանը քարոզեի, որ ես կարայի միգուցե շատերին բերեի Քրիստոսին, ես քո փառքն էի պատմելու այդ ճանապարհի մեջ, եւ իմ մեջ այսպես հարցեր կան, թեև հնազանդվել էի, թողել էի, բայց մի տեսակ ներսումս կռիվ կար Աստծո հետ, եւ դա տևեց բավականին երկար, տարիներ տևեց։ Եվ իհարկե ես ծառայում էի տարբեր բաների մեջ Տիրոջը եկեղեցում եւ անցավ մոտավորապես 10 տարի եւ Աստված հստակ խոսաց ու ասեց, որ կանչում է հովվական ծառայության մեջ։ Աստված շատ հստակ խոսաց, իհարկե դրա հետ էլ պայքարում էի բավականին ամիսներ, բայց ուղղակի շատ հստակ ձևերով ես չեմ ուզում հիմա երկար պատմեմ, տարբեր միջոցներով Տերը այսպես հաստատելով հաստատում էր տարբեր անգամներ ու միջոցներով,
որ Տերը ինձ կանչում է հովվական ծառայության մեջ, որ մենք պետք է եկեղեցի սկսենք Ստրասբուրգում հայության համար եւ տեսիլքը տվեց։ Գիտեք, երբ որ ես լսեցի այս ամեն ինչը, այդ ժամանակ իմ մեջ ամեն բան կարծես պարզվեց, որ այն կուրքը, կամ այն Իսահակը, որից որ Աստված ինձ կոչ արեց հրաժարվելու, դա նրա համար էր, որովհետև Աստված ուներ ուրիշ ծրագիր, Աստված ուներ ուրիշ կոչում եւ այդ ամբողջ տարիների ընթացքում Աստված պատրաստում էր իմ սիրտը այն կոչումին, որտեղ որ ես պիտի մտնեի։ Ամեն։ Եթե Աստված քո կյանքի մեջ ինչ որ բաների վրա սիրելիս մատը կդնի, որ անգամ քո համար անհասկանալի կամ սիրելի է, վստահիր ուղղակի Տիրոջը։ Ամեն։ Հիսուսին գալով մենք երբեք որևէ բան չենք կորցնում, մենք գտնում ենք։ Ամեն։ Հիսուսին գալով մենք գտնում ենք, սիրելիներ։ Եվ ուզում եմ հիմա մոտենամ իմ այսօրվա խոսքին, ինչի մասին որ ուզում եմ խոսամ, նաև պիտի կապեմ սրա հետ։ Երբ որ Աստված կանչեց հովվական ծառայության եւ սկսեցինք աղոթել, ուղղակի սկսեցինք ծառայությունը, դες մենք սկսեցինք մի քանի հոգով, մեր ընտանիքի անդամներով, մի 4, 5, 6 հոգով սկսեցինք մեր ծառայությունները, սկսեցինք տնային խմբակներ եւ անցավ ինչ որ ժամանակ, իհարկե մի քանի մարդիկ ավելանում էին եւ հետարքիրը նա էր, որ երբ որ ես Տիրոջ ներկայության մեջ էի լինում, երբ որ աղոթքի մեջ էի, Աստծո հետ շփվում էի եւ Աստծո հետ փոխհարաբերության մեջ էի, Աստված ինձ անընդհատ տալիս էր մի խոսք. ես այս քաղաքի մեջ ժողովուրդ ունեմ։ Աստված ինձ խոսում էր շատ մարդկանց մասին։ Բայց հետո դուրս էի գալիս, նայում էի իրականությանը եւ տեսնում էի մի քանի մարդիկ։ Հետո խոսում էի, զրուցում էի ուրիշ մարդկանց հետ եւ մարդիկ ասում էին, գիտես, այս քաղաքում հայերը շատ փակ են, շատ խստասիրտ են, բաց չեն ավետարանին, այս քաղաքում հնարավոր չի ինչ-որ բան անել։ Եվ տարբեր այսպես ձայներ էի լսում մարդկանցից, հետո նայում էի իրավիճակին, բայց երբ հենց մտնում էի Աստծո ներկայության մեջ, ես ուրիշ բան էի լսում, Աստված ուրիշ բան էր ասում։ Եվ հիմա ուզում եմ կարդանք մի տեղ Աստվածաշնչի մեջ, այսօր ուզում եմ խոսամ, ինչ ես դու լսում, սիրելիս, կամ ինչ ես դու տեսնում, կամ ում ձայնով ես առաջնորդվում, որովհետև սա շատ կարևոր է ամեն մեկիս կյանքի համար։ Եկեք բացենք Հովհաննես ավետարանը 5-րդ գլուխը 19-րդ խոսքը։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրանց. ճշմարիտ ասում եմ ձեզ, թե որդին իրանից կարող չի ոչինչ անել, թե որ չտեսնի հորը անելիս, որովհետեւ ինչ որ նա անում է, հենց որդին էլ այն բաները նրա նման է անում։ Որդին ասում է ինքը իրանից ոչ մի բան չի կարող անի, բայց անում է այն ինչ որ տեսնում է հորը անելիս եւ նրա նման է անում։ Եվ եթե մի քիչ ներքև գնանք 30 խոսքը, նույն գլխի 30 խոսքը, նորից Հիսուսը խոսում է, շարունակում եւ ասում է. ես ինձանից չեմ կարող ոչինչ անել, ինչպես լսում եմ, այնպես եմ դատում։ Ինչպես լսում եմ, այնպես եմ դատում։ Այստեղ դատել բառը ոչ թե դատապարտելու մասին է խոսում, այլ ուզում ասի ինչպես լսում եմ, այդպես եմ նայում իրավիճակներին, այդպես եմ դատում եղելությունները, իրավիճակները, փաստերը։ Այսինքն մենք տեսնում ենք մի կարևոր բան, սիրելիս։ Հիսուսը տեսնում էր հորը եւ լսում էր հորից։ Եվ Հիսուսի ամբողջ ծառայությունը կամ կյանքը երկրի վրա հիմնված էր նրա վրա, թե ինչ է լսում եւ ինչ է տեսնում հոր մեջ։ Գիտես, սա շատ կարևոր բան է իմ ու քո կյանքի մեջ։ Մենք բոլորս ապրում ենք երկրի վրա եւ շրջապատված ենք ֆիզիկական բաներով։ Ամեն։ Շատ ժամանակ
սատանան թշնամին օգտագործում է ֆիզիկական բաները, որպիսի քեզանից գողանա Աստծո կամքը, Աստծո ծրագրերը, Աստծո խորհուրդները, Աստծո առաջնորդությունը կամ այն ինչ որ Աստված որոշել է քեզ համար։ Թշնամին հաճախակի սիրելիներ ազդեցություն է փորձում թողնի մեզ վրա, օգտագործելով իրավիճակները, իրադարձությունները, քո սեփական փորձառությունը, երբեմն անգամ օգտագործելով մարդկանց խոսքերը ու ձայները։ Բայց ես այսօր ուզում եմ քեզ ասեմ Տիրոջ հոգով, որպիսի դու սովորես լսել Աստծո ձայնը, սովորես առաջնորդվել Աստծո ձայնով, սովորես ուղղակի գնալ նրա ներկայության մեջ եւ լսել Տիրոջ ձայնը, այն ինչ որ Աստված պատրաստած ունի քո կյանքի համար, ամեն։ Դու հավատում ես, որ Աստված քո հայրն է եւ նրա կամքը բարի է քո համար եւ նրա խորհուրդները ոչ թե չարության, այլ բարության խորհուրդներ են եւ Աստված քեզ համար ունի ապագա եւ հույս, սիրելիս, ամեն։ Աստծո կամքը բարի, հաճելի եւ կատարյալ է իմ եւ քո համար։ Հալելույա։ Թույլ մի տուր սատանային որևէ բան օգտագործի քեզանից գողանալով Աստծո տեսողությունը, այն ինչ որ կատարվում է Աստծո իրականության մեջ։ Ամեն։ Գիտես, սենց թե նենց մենք ինչ որ մի բանի հավատում ենք։ Հավատք բոլոր մարդկանց մեջ կա հավատք, բայց կարևորը որ ուղղության վրա ես դու քո հավատքը ուղում, ինչ հիմքերի վրա ես քո հավատքը դնում։ Մենք կամ հավատում ենք մեր տեսած բաներին, կամ հավատում ենք Աստծո խոսքին, կամ հավատում ենք Աստծո ասածին, կամ հավատում ենք այն ինչ որ Աստված է ցույց տալիս, կամ հավատում ենք այն ինչ որ երևույթն է մեզ ցույց տալիս։ Եվ գիտես, ահռելի տարբերություն կա այս երկուսի միջև։ Ես ուզում եմ մի տեղ կարդանք նորից Ղուկասի ավետարանում 8-րդ գլուխը Ղուկաս ավետարան 8-րդ գլուխ 49 խոսքը մի հետարքիր պատմություն է այստեղ Սա այն տեղն է, այն հատվածն է, երբ որ Հայրոս անունով մեկը կանչեց Հիսուսին, որպիսի գնա եւ իր աղջկան բժշկի, որովհետեւ նա մահամերձ էր։ Եվ ճանապարհին, երբ որ Հիսուսը շարժվում էր դեպի Հայրոսի տունը, ճանապարհին մոտենում է մի ուրիշ հիվանդ կին, այն արյունահոսող կինը, եւ Հիսուսի հանդերձն է բռնում, եւ այդտեղ բժշկություն է տեղի ունենում, ու Հիսուսը շրջվում է, սկսում է խոսալ այդ կնոջ հետ, ինչ որ բաներ ասել, եւ այդ ընթացքում կարծես երբ որ Հիսուսը մի քիչ ուշացավ Հայրոսի տուն գալ, այնտեղից մի հատ լուր է գալիս։ Եկեք կարդանք այս հատվածը։ Եվ նա տակավին խոսելիս ժողովարանի տանից մեկը եկավ եւ նրան ասեց, թե աղջիկդ մեռավ, մի աշխատացրու վարդապետին։ Բայց Հիսուսը երբ որ լսեց, նրան պատասխանեց եւ ասեց. մի վախենա, միայն հավատա եւ կապրի։ Հալելույա։ Ես ուզում եմ այստեղ կանգ առնենք։ Հիսուսը շրջվում է, խոսում է այն կնոջ հետ, որ այդ պահին բժշկվել էր, եւ այդ ժամանակ գալիս է Հայրոսի տնից ինչ որ մեկը եւ ասում է Հայրոսին այլևս վարդապետին հանգիստ թող, Հիսուսին հանգիստ թող, որովհետեւ աղջիկդ մահացել է։ Բայց մենք տեսնում ենք անմիջապես հետո Հիսուսը խոսք է արձակում Հայրոսին, մի վախեցի, այլ հավատա եւ նա կապրի։ Հետաքրքիր մի բան ենք այստեղ տեսնում։ Հայրոսը եկել էր Հիսուսին մի խնդրանքով, մի աղոթքով, մի դիմումով, հա, Հիսուս խնդրում եմ, բժշկիր իմ աղջկան, որ մահամերձ է։ Եվ կարծես պատասխանը պիտի գար, պիտի հասներ, պիտի լուծում տրվեր այդ խնդրին, մեկ էլ մի հատ վատ լուր է գալիս։ Աղջիկը արդեն մահացել է։ Այլևս էլ ճար չկա, էլ լուծում չկա։ Լինում է երբեմն մեր կյանքերի մեջ, որ աղոթում ես ինչ-որ մի բանի համար և
Եվ ակնկալում ու սպասում ես դրա լուծմանը, բայց կարծես խնդիրը ավելի դեպի վատն է գնում։ Իրավիճակը դեպի ավելի վատն է գնում։ Գիտես, նույն բանն էր տեղի ունենում հենց ստեղ։ Հայրոսը Հիսուսին աղոթք էր անում իր աղջկա համար։ Կարծես թե պատասխանը արդեն գալիս էր, կարծես հարցը պիտի լուծվեր, մեկ էլ մի հատ վատ լուր է գալիս։ Էլ հույս չկա, էլ լուծում չկա այս խնդրին։ Բայց շատ հետաքրքիր է, որ հենց այդ պահին Հիսուսը մի անգամից հակադարձում է այն իրականությանը, որ այդ իրականության լուրին, որ Հայրոսը լսեց։ Հայրոսը լսեց իրականությունը, փաստը, քո աղջիկը մահացել է։ Բայց Հիսուսը մի անգամից հակադարձում է եւ կարծես Հայրոսին տալիս է հավատքի խոսք, իր ձայնը։ Հայրոս, մի վախեցի, այլ հավատա, որտեվ քո աղջիկը ապրելու է։ Հալելույա։ Սիրելիս, ցանկացած իրավիճակիդ մեջ, ցանկացած աղոթքներիդ մեջ կապ չունի, որ դու աղոթում ես, սպասում ես եւ միգուցե տեսանելի դաշտում իրավիճակը ավելի վատանում է, իրավիճակը ավելի դժվարանում է, ավելի խորանում է, քեզ համար մարդկայնորեն ավելի այսպես անլուծելի է դառնում։ Շատ կարևոր է այդ վիճակների մեջ լսես, թե ինչ է ասում Տերը։ Գիտես, վերջին խոսքը միշտ Տիրոջն է պատկանում, ամեն, վերջին խոսքը միշտ Աստծունն է, և այն ինչ որ Աստված ասեց, դա լինելու է անկախ նրանից ինչ են քո ֆիզիկական աչքերը տեսնում, անկախ նրանից ինչ են քո ֆիզիկական ականջները լսում, շատ կարևոր է, որ դու լսես ինչ է Աստված ասում, ինչ է Աստված քեզ ցույց տալիս, ամեն, Մենք կանչված ենք ոչ թե երևույթով ապրելու, այլ հավատքով։ Հիսուսն ասում է, ես խոսում եմ այն, ինչ որ լսում եմ, ես անում եմ այն, ինչ որ տեսնում եմ Հորը, այսինքն անընդհատ անդադար կապի մեջ էր Հիսուսը Հոր հետ։ Նրա հայացքը ուղղված էր, ֆիքսված էր Հոր վրա։ Նրա կյանքի գործողությունները ամեն բան արվում էր Հորը տեսնելով եւ Հորը լսելով։ Միգուցե երկար ժամանակ աղոթում ես ինչ որ մի անձնավորության համար, քո հարազատի համար, քո ամուսնու համար, քո երեխայի համար, աղոթում ես, բայց նայում ես իրավիճակը այդքան էլ դեպի քո ուզածը չի։ Միգուցե սիրելիս, չգիտեմ, աղոթում ես քո առողջական խնդրի համար, բայց նայում ես այդքան էլ իրավիճակը չի տանում դեպի քո սպասածին։ Շարունակիր հավատալ, Հիսուսից կա քեզ համար խոսք, մի վախեցիր, հավատա, ամեն, հալելույա։ Գիտես, չկա մի իրավիճակ, որ մարդիկ բերեին Հիսուսի մոտ և ինքը լուծում չունենար դրա համար։ Հակառակորդը կփորձի երևույթով քո հավատքը խեղդել, քո հույսը գողանալ, սիրելիս, քո ձեռքերը ուղղակի ներքև իջացնել, քո աղոթքի աղաղակը ձայնը դադարեցնել, քո հավատքը գողանալ ու հուսահատություն բերել ու քո սիրտը կոտրել երևույթների միջոցով, բայց չհանձնվես, շարունակի հավատալ, որովհետև Աստծո մոտ միշտ քեզ համար կա կյանքի խոսք, հավատքի խոսք, լուծման խոսք, հալելույա։ Հայացքը չշեղես Աստծուց, ամեն։ Հիշում եք Եղիան, 3.5 տարի Իսրայելի մեջ անձրև չէր եղել, Եղիայի աղոթքով էր իհարկե դա եղել, բայց եկավ մի պահ, որ Եղիան պետք է աղոթք բարձրացներ անձրևի համար, նախքան աղոթք բարձրացնելը հետաքրքիր մի բան է գրված Աստվածաշնչում, գրված է, որ Եղիան սաստիկ անձրևի ձայն լսեց, ուժեղ անձրևի ձայն լսեց, պատկերացրեք 3.5 տարի չորություն, սով էր տիրում, աղքատություն էր, որովհետև ոչ ցանում էին, ոչ հնձում էին և գիտես նեղության մեջ էին բոլոր ամբողջ ազգը, ամբողջ Իսրայելը, բայց Եղիան չորության մեջ
այդ իրավիճակի մեջ, այդ տեսանելի իրավիճակի մեջ, տեսնելով չքավորությունը, սովը, չորությունը, այդ ամենով գրված է, որ անձրևի ձայն լսեց։ Են էլ սաստիկ անձրևի ձայն, հորդառատ անձրևի ձայն։ Ու գիտես, երբ որ ինքը լսում այդ ձայնը, գրված է, բարձրացավ Սարը, գլուխը մցրեց ոտքերի երկու ծունկների հետաքրքիր ձևով էր աղոթում, չգիտեմ, բայց իր աղոթելու ձևն էր, գլուխը մցրեց ծունկների արանքը և սկսեց աղոթել, հետո իր աշակերտին ուղարկեց և ասում է գնա տես, գնա նայի ծովի կողմը, արդյոք ինչ-որ բան տեսնում ես, աշակերտը վերադառնում է Եղիային ասում է ոչ մի բան չեմ տեսնում, երկինքը կապույտ է, արևը շատ ուժեղ խփում է, ոնց կար ամեն ինչ տենց մնացել է, Եղիան շարունակում է, ասում է գնա նորից նայի, և շարունակում է աղոթել, նորից է վերադառնում, Տեր ոչ մի բան չկա, նորից կապույտ երկինք, արևը շողշողում է, ամեն բան չոր է, նորից գնա, ես անձրևի ձայն եմ լսել, չէ որ ես անձրևի հոգուս մեջ անձրևի ձայն եմ լսել, և գիտես 7 անգամ ուղարկում է, 7 անգամ սիրելիներ, դա կատարելության թիվն է, այսինքն չհանձնվելու, չկոտրվելու, չհուսահատվելու, շարունակիր աղոթել, շարունակիր վստահել, շարունակիր սպասել, այն ինչ որ Տերը քեզ խոսում է, ցույց է տալիս, երբեք բաց չթողնես, այն խոսքը, որ Աստված դրել է քո կյանքի մեջ, ինչ որ իրավիճակիդ համար, այն խոսքը, որ Տիրոջից ստացել ես սիրելիս, երբեք դա բաց չթողնես, ամեն, միգուցե ժամանակ կանցնի, միգուցե չգիտեմ օրեր, ամիսներ, անգամ տարիներ կարող են անցնել, բայց այն ինչ որ Աստված խոստացել է քեզ, Աստծո խոսքը գետին չի ընկնում, ամեն, շատ կարևոր է քո հավատքը, այո Աստծո կամքը բարի է մեզ համար, Աստծո կամքը Աստված ունի զորավոր ծրագրեր սիրելիս, բայց գիտես, այս ամենի մեջ շատ կարևոր է, մենք ունենք դերակատարություն, մենք ունենք մեր պատասխանատվությունը, մենք ունենք մեր անելիքները, երբեմն մտածում ենք, որ եթե Աստված մի բան որոշել է, ինքստինքյան դա լինելու է իմ կյանքի մեջ, բայց դա այդքան էլ այդպես չի, դա այդքան էլ այդպես չի, մենք ունենք մեր գործողություններ անելու և դա հավատալն է, և դա չհուսահատվելն է, և դա չհանձնվելն է, Իսրայելի ժողովրդի համար մենք կարդում ենք հետաքրքիր մի բան, գրված է, որ երբ որ Աստված նրանց հանեց Իսրայելից, Եգիպտոսից երբ որ հանեց և խոստում տվեց Քանանի երկիրը տանելու, գիտես կար խոստումը, որ ես ձեզ տանում եմ Ավետիքի երկիրը, օրհնության երկիրը, կաթ ու մեղր բխող երկիրը, սա Տիրոջ կամքն էր, Տիրոջ ծրագիրն էր, Տիրոջ խոստումն էր, և մոտավորապես 2 միլիոն մարդ ասում են, որ դուրս եկան, բայց Եբրայեցիս թղթում կարդում ենք մի հետաքրքիր բան, ասում է, որ Ավետիքի խոստումը նրանց օգուտ չբերեց, որովհետև հավատքի հետ չխառնվեց, Աստծո ծրագիրն էր բոլորին դուրս անել և բոլորին տանել Քանանի երկիր, օրհնության, հաղթանակների երկիրը, բայց գիտես, նրանք ունեին իրանց անելիքը, իրանց դերը Աստծո ծրագրի մեջ, որն էր հավատալ Տիրոջ ծրագրին, հավատալ Տիրոջ խոսքին, պինդ և ամուր բռնել այն ինչ որ Աստված խոստացել է, ամեն, և դրա համար խոսքն ասում է, որ օգուտ չբերեց, ու մենք գիտենք, որ այդ սերունդից ընդամենը 2 հոգի մտան, 2 հոգի, որոնք որոշեցին մինչև վերջ հավատալ, չնայելով տեսանելի բաներին, չնայելով իրադարձություններին, չնայելով մարդկանց խոսքերին ու ձայներին, ուղղակի որոշեցին հավատալ Աստծո խոսքին, ամեն, հալելույա, երբ որ Եղիան լսեց անձրևի ձայնը, նա չհանձնվեց, մինչև այն պահը, որ ֆիզիկապես տեսավ անձրևը, երբ որ 7-րդ անգամ աշակերտը դուրս եկավ և հետ վերադարձավ, Եղիային ասեց, հեռվում մի փոքր, մարդու բռունցքի չափով, մի հատ ամպ եմ տեսնում, ու ես պատկերացնում եմ, որ Եղիան այդ պահին ասեց, yes, եղավ,
Ստացվեց, այն ինչ որ լսում էի հոգու մեջ, արդեն կա, երևացողա, ու գիտես մի փոքր ամպներ հերիք էր Եղիային, ասեց հերիքա, լավ, գնա թագավորին ասա, թո շուտ գնա իր անելիքները անի, որտեվ շուտով հորդառատ անձրև ա լինելու, եւ ասում ա մինչեւ աջ ու ձախ շարժվեցին, երկինքը ծածկվեց ամպերով, ու հորդառատ անձրև տեղի ունեցավ, հալելույա, Այն ինչ որ Աստված սիրելիս խոսել է քո կյանքի մեջ, այն ինչ որ ունես ստացած Տիրոջից, վերցրու եւ ամուր պահի քո սրտի մեջ, ամեն։ Որովհետեւ Աստված մարդ չի, որ սուտ խոսա։ Իրավիճակները թող ավելի շատ չազդեն քո վրա, քան այն ինչ որ Տերը խոսացել է քո հետ, քան այն ինչ որ Տերը խոսում է քո հետ։ Ամեն։ Մի տեղել եմ ուզում կարդամ Եթե անգարտ ժամանակից անցնեմ, Հովիվ Պավելչյան ասա։ Հովանես 14-րդ գլուխը զորավոր մի տեղ։ Հովանես 14-19 Հիսուսը խոսում է աշակերտներին խաչելությունից առաջ եւ ասում է շատ զորավոր մի խոսք մի փոքր ժամանակ էլ եւ աշխարհը էլ չի տեսնի ինձ, բայց դուք կտեսնեք ինձ, որովհետեւ ես կենթանի եմ եւ դուք կենթանի կլինեք։ Մի փոքր ժամանակ էլ ասում է եւ աշխարհը այլևս չի տեսնի ինձ, բայց դուք ինձ կտեսնեք։ Ասա, բայց ես Հիսուսին կտեսնեմ։ Եվ սա չի խոսում, գիտես, այն երկնքի մասին, երբ որ մենք գնալու ենք ու տեսնելու ենք։ Սա չէր խոսում հափշտակության մասին, երբ որ պիտի գար եւ հարսը տեսնի Քրիստոսին։ Հիսուսը խոսում էր մեր երկրային կյանքի ժամանակահատվածի մասին, աշխարհը էլ ինձ չի տեսնի, որովհետև աշխարհը ինձ տեսնում էր միայն ֆիզիկական դաշտով, ֆիզիկական չափով էր ինձ տեսնում, բայց դուք ինձ կտեսնեք, դուք շարունակելու եք տեսնել ինձ, դուք շարունակելու եք լսել իմ ձայնը, ես շարունակելու եմ ձեզ առաջնորդել, ձեզ հետ խոսալ, ձեզ ցույց տալ Աստծո կամքը, Աստծո ծրագրերը, այն ինչ որ ես ուզում եմ ձեր կյանքերի մեջ Ես շարունակելու եմ ձեզ հետ հաղորդություն ունենալ, փոխհարաբերություն ունենալ եւ դուք տեսնելու եք ինձ։ Միթե սա հրաշալի չի։ Սա ինձ ուրախացնում է, սիրելիս։ Սա ինձ քաջալերում է, սա ինձ զորացնում է, որովհետև այո, երբեմն մեզ շրջապատող բաները այդքան էլ հույս տվող չեն, այդքան էլ մեզ մեր հավատքը բարձրացնող չեն։ Այն ինչ որ մենք տեսնում ենք երկրի վրա, տարբեր իրավիճակները, կամ այն ինչ որ մենք լսում ենք, այդքան էլ մեզ հուսադրող չեն։ Ամեն։ Բայց գիտես, Հիսուսն ունի խոստում, դուք կշարունակեք ինձ տեսնել, դուք կշարունակեք իմ ձայնը լսել, ես կշարունակեմ ձեզ առաջնորդել եւ երկնքի մթնոլորտը կիչացնեմ ձեր կյանքերի մեջ։ Մենք կանչված ենք երկնքով ապրելու երկրի վրա, սիրելիս։ Ամեն, մենք կանչված չենք կախված լինելու երևացող բաներից, ընդհանրապես մենք կանչված ենք երկնքով ապրելու եւ առաջնորդվելու։ Աստված ինձ ու քեզ դրա համար է դրել, իրենները նրա ձայնը լսում են։ Եսայա մարգարեության մեջ նույնպես կա մի հրաշալի խոսք, որտեղ ասում է, ես իմ բառերով ասեմ, ասում է կգա ժամանակ, կարծեմ այսպես է, որ ինչ որ մեկը քո ականջի հետևից քեզ կասի, քո գնալու ճանապարհը, թե աջ պիտի գնաս կամ թե ձախ պիտի գնաս։ Սա նա է ինչ որ Աստված ուզում է անի իմ ու քո կյանքի մեջ։ Աստված ուզում է իր ձայնը անընդհատ սիրելիս քեզ հայտնի քո կյանքի մեջ։ Ամեն։ Աստված ուզում է որ դու կախման մեջ լինես նրանից։ Որ դու կախման մեջ լինես Տիրոջից։ Ինչպես Հիսուսն էր, նա ասում էր ես ինձանից ոչ մի բան չեմ կարող անել։ Այն ինչ որ լսում եմ ու տեսնում եմ, դա եմ անում։ Ես ուզում եմ քեզ քաջալերեմ։ Ուղղակի փառաբանության թիմը, եթե կարող եք գալ։ Ես ուզում եմ քեզ քաջալերեմ, սիրելիս։ Փնտրիր Աստծո երեսը քո կյանքի մեջ։ Փնտրիր Աստծո երեսը քո առօրյայի մեջ։ Կառուցիր ավելի մտերիմ փոխհարաբերություն Աստծո հետ։
Եթե դու տեղյակ չլինես, Աստված ինչ է ուզում անի քո կյանքի մեջ, եթե դու տեղյակ չլինես Աստծո ծրագրերից քո կյանքի, այն ինչ որ Աստված ունի նախապատրաստած քեզ համար, այն ինչ որ Աստված ուզում է անի քո համար, սիրելիս, քո կյանքի տարբեր ոլորտների մեջ, ուղղակի տեսանելի բաները քեզ կխաբեն, տեսանելի բաները քեզ կմոլորեցնեն, տեսանելի բաները քեզ կշեղեն Աստծո ծրագրերից, տեսանելի բաները կգողանան քո հավատքը կտանեն սխալ բաների վրա, եւ կգա վախերը, տագնապները, հուսահատությունը քո կյանքի մեջ։ Տերն ուզում է, որպեսզի դու ուղղակի կառուցես ավելի խորը փոխհարաբերություն նրա հետ։ Ամեն։ Գիտես, երբ որ մենք սկսեցինք ծառայությունը, հովվական ծառայությունը, ես ասացի մի քիչ առաջ, ես մտնում էի Աստծո ներկայության մեջ եւ Աստված ինձ ցույց էր տալիս մի պատկեր, Աստված ինձ ցույց էր տալիս եւ հստակ լսում էի, ինչպես Տեր ասում էր, ես շատ ժողովուրդ ունեմ այս քաղաքում, Աստված ինձ ցույց էր տալիս տասնյակ, հարյուրավոր մարդիկ, դուրս էի գալիս, նայում էի իրականությունը, ոչ մի բան չէր համապատասխանում դրան, եւ հետո մարդիկ էին գալիս, փոխանակ հույս տային, ավելի կարծես կոտրում էին, ավելի հուսահատություն էին բերում, եւ ու երկու ընտրություն կար իմ առջև, կամ նայում եմ երևույթին ու վախենում եմ ու կոտրվում եմ ու հիասթափվում եմ, կամ շարունակում եմ նայել նրան այն պատկերին, որ Տերը ինձ ցույց է տալիս։ Բայց գիտեք, փառք Աստծո, ես որոշում կայացրեցի, անկախ ամեն բանից, անկախ երևույթներից, անկախ տեսանելի բաներից, ես շարունակելու եմ նայել ու հավատալ նրան, ինչ որ Աստված ինձ ցույց է տալիս։ Եվ գիտես, այսօր մենք ունենք հրաշալի ոչ թե մեկ, այլ երկու եկեղեցիներ Ֆրանսիայում, երկու տարբեր քաղաքներում, Աստված ուղղակի օրհնեց, բարձրացրեց, ծառայությունը ընդլայնեց, փրկվածների թիվը ավելացրեց, տասնյակ ու հարյուրավոր մարդկանց, այսօր մենք կարողանում ենք Աստծո շնորհքով ծառայել, ավետարանը հասցնել եւ Աստծո փառքը տեսնել, սիրելիներ, որովհետեւ երբ որ դու որոշում ես կայացնում, նայել, հայացքդ ֆիքսել նրան, ինչ որ Աստված է քեզ ցույց տալիս, ամեն, ինչպես Դավիթը Սաղմոսում ասում էր, ես ամեն ժամանակ Տիրոջը դրեցի իմ առջևը, ում ես դու դնում քո առջևը, սիրելիս։ Դիր Տիրոջը քո առջևը, անկախ իրավիճակներից, անկախ թե բժիշկները ինչ են ասում քեզ, քո հիվանդության համար, ինչ են գրում թղթի վրա, շարունակիր հավատալ նրան, ինչ որ Աստված է քեզ ասում, իսկ Աստված ասում է, որ նրա վերքերով դու բժշկված ես։ Հալելույա։ Կարելի է այստեղ է, որ երկում է։ Կարան կանգնենք ոտքի, եկեք երկրպագենք Տիրոջը, ես շատ սիրում եմ երկրպագել և հավատում եմ, որ Աստծո ներկայության մեջ, Տիրոջ փառքի ներկայության մեջ, Սուրբ Հոգին հիմա ուղղակի պիտի խնդրեմ բացես քո սիրտը, եթե կան իրավիճակներ սիրելիս քո կյանքի մեջ, որով որ դու անցնում ես, որոնք որ քո առջև են, որոնք որ քո հավատքը թուլացրել են, որոնք որ տագնապներ ու վախեր են բերել քո սրտում, որոնք որ գողացել են քո հույսը, ուղղակի թույլ տուր հիմա Սուրբ Հոգին քեզ հպվի, թույլ տուր Սուրբ Հոգու ձայնը գա քո սրտի մեջ, թույլ տուր որ Աստված ցույց տա քեզ ինչ որ նա է պատրաստել քո կյանքի համար։
Հեղվիր Տեր, հեղվիր Տեր, հեղվիր Տեր։ Թող քո ձայնը, քո խոսքը թող գա շատերի սրտի մեջ Տեր։ Թող քո խոսքը գա շատերի սրտի մեջ Տեր։ Այն իրավիճակների մեջ Տեր, որը որ թշնամին սատանան օգտագործել է խաբելու, գողանալու հույսը, գողանալու ուրախությունը, գողանալու հավատքը, Տեր թող գա քո խոսքը, հալելույա։ Սիրելիս Հիսուս այսօր քեզ էլ ասում, մի վախեցի, այլ հավատա, մի վախեցի, այլ հավատա, մի վախեցի, այլ հավատա, մի նայիր իրավիճակներին, մի նայիր երևույթին, մի նայիր քո շուրջը, այլ հավատա։ Հալելույա, 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 հալելույա։ Ռեյա շեփակատարավաշիա, ռեսե բրամակետերեդեյա։ Մեծարում ենք քեզ, Տեր, մեծարում ենք քեզ, մեր Աստված։ Եթե կան մարդիկ, որոնք որ ֆիզիկական խնդիր ունեն, հիվանդության կամ ցավեր, ուղղակի ձեռքդ դիր քեզ վրա եւ Հիսուս Քրիստոսի անունով ընդունիր բժշկություն հիմա։ Հիսուսի զորավոր անունով ընդունիր բժշկություն, որովհետեւ Տիրոջ մեջ հիվանդություն չկա։ Քրիստոսի վերքերով դու բժշկված ես, վերցրու քո բժշկությունը անկախ նրանից, ինչ ես լսել, ինչ են մարդիկ քեզ ասել, ինչ են բժիշկները քեզ ասել, անկախ քո մարմնին, որ կարող ես նայել ու զգալ ինչ որ տկարություն ու ցավ, բայց թող Հիսուսի անունով Տիրոջ բժշկարար զորությունը հիմա հպվի քեզ, ընդունիր հավատքով, հալելույա, 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 Brahma Keredeya. Holy, 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 holy. Hallelujah. Քո անունը Հիսուս, այս վայրի մեջ, քո թանկ անունը, քո մեծ անունը, քո հաղթական անունը այս վայրի մեջ Տեր, այս եկեղեցու մեջ Տեր, քո ժողովրդի մեջ Տեր իմ արքա։ Հալելույա, 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 շնորհակալ եմ։ Ես տեսնում եմ, որ միգուցե կա ինչ-որ զույգ ընտանիք, որ աղոթում ենք երեխայի համար և Տիրոջից կա խոսք ես համար, որ Տերը պատասխանա տալու շուտով, Տերը պատասխանա տալու շուտով, հալելույա, ընդունիր քո հրաշքը, ընդունիր քո հրաշքը, ընդունիր քո հրաշքը,
Հալելույա, 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 Սուրբ Հոգի շնորհակալ ենք, Սուրբ Հոգի շնորհակալ ենք, Սուրբ Հոգի շնորհակալ ենք, Իդերեդեդեյա, Ռեքելե մաշիտա ռաբասայա, հալելույա, հալելույա, սիրելիս եթե աղոթում ես քո հարազատ ինչ-որ մեկի համար, միգուցե քո կիննա, քո ամուսիննա, քո զավակնա, եթե աղոթում ես իր ապաշխարության դարձի գալու համար, չհանձնվես, չկոտրվես, չհուսահատվես, Տերը լսում է քո ձայնը, Տերը լսում է քո աղոթքը և շուտով Աստված ճեղքում է բերելու, Հիսուսի զորավոր անունով, Հալելույա, շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք Տեր, հալելույա, Փառքես Տեր, փառքես Տեր, օրհնում ենք քո թանկ ու զորավոր անունը Տեր, օրհնում ենք այս եկեղեցին Տեր, խոսում ենք քո զորությունը, Սուրբ Հոգու շարժը ավելիով Տեր, պտղաբերություն եւ քո բոլոր օրհնությունները այս տան վրա, այս եկեղեցու վրա, այս քաղաքի, այս մարզի վրա, ծառայողների վրա Տեր, օրհնում ենք քո զորավոր անունով, շնորհակալ ենք Հայր, այն ինչ որ դու անում ես Տեր, որ դու տանում ես փառքից փառք եւ զորությունից զորություն, հալելույա, ողջ փառքը ու պատիվը քեզ լինի, Հիսուսի անունով, հալելույա, ամեն։ Տերը օրհնի ձեզ, սիրելիներ ջան, Էդգար ջան, Արմներ ջան, իրոք մենք ես անձամբ ձեզ ճանաչելով, լսելով, ես ձեզ շատ սիրեցի եւ հարգեցի։ Սա ձեզ, Արմներ ջան, եկեղեցու կողմից, Տերը օրհնի։ Եղել է դեպք, որ մարդկանց չես ճանաչում, բայց հետո շփվելուց հարգում ու սիրում ես։ Հասկանում ես, տեսնում ես, որ նույնպես ասո որդիներ են, Տերը օրհնի ձեզ, օրհնված ենք, թող Տերը օրհնի ձեր եկեղեցին, Տերը օրհնի ձեր ծառայությունը, պահի ու պաշտպանի ձեզ, Հիսուսի անունով, ամեն, փառք Աստծո։ Սիրելիներս, մի խոսք դրվեց սրտիս, ես էլ կարդամ, որովհետև շատ հետաքրքիր էր խոսքը, շատ հոգուց էր, ներսից էր, բաներ կա մենք զգում ենք, չէ՞ որ հոգուց է։ Ես անձամբ զգում եմ, հովները մանավանդ զգում են, որն է հոգուց, որն է ուղղակի շնչից։ Ամեն, բայց շատ կարևոր խոսքեր հոգուց եկած։ Խոսքը կարող է քեզ թվա, թե ինքը այդքան խորը չի, բայց հոգուց է, բայց հենց այդ է պետք։ Հասկանում ես, բաներ կա, ասենց մտածում ես, երևի դա այդքան էլ կարևոր թեմա չէր։ Որովհետև մեկին բժշկություն է պետք, մյուսին ֆինանս, այն մյուսին փոխհարաբերություններ է պետք, տարբեր ընտանիքներում տարբեր բաներ է կատարվում։ Բայց Տերը խոսում է ամեն մեկի կյանքում եւ ընտանիքում։ Հիմա այս խոսքը դրվեց սրտիս կարդամ։ Հակոբոս 1:2 խոսքը, մանավանդ Հովիվ Էդգարը, որ խոսեց Հայրոսի աղջկա մասին, պատկերացրեք հազիվ մարդը հասել է Հայրոսը Հիսուսին, ժողովարանի պետ էր ինքը։ Մեր բառերով ասած իսրայելական հովիվներից էր, ժողովարանի հովիվներ։ Բայց իր համար շատ ամոթ էր մոտենալ Հիսուսին եւ խնդրել, որ գա իր աղջկա համար աղոթի։ Որովհետեւ փարիսեցիները կասեին, այ աղբեր, խելքդ գլուխդ հավաքի։ Ես գնացել ես աղանդավորների մոտ։ Խի մենք Աստված չունենք, որ գնացել ես Հիսուսի մոտ։ Հայրոսը առհամարելով այս ամոթը, առհամարելով իր ընկերներին, եկավ Հիսուսի մոտ, խնդրեց, ասեց, աղջիկս մահանում է։ Եվ հետո եկան ասեցին, որ արդեն մահացել է, հույսդ կտրի։ Գիտես, մեր կյանքում բաներ կա, որ մահացել է։ Բաներ կա, հույսներս կտրել ենք, բաներ կա, իրավիճակը խոսում է, բայց Տերը ասում է, անգամ եթե մահացել է, ես հայտնություն ստացա։ Հովիվ Էդգարը խոսում էր, ես հոգու մեջ հայտնություն ստացա։ Եթե անգամ դու գիտես, որ մահացել է, մարդկա գիտի իր ժամանակը անցել է,
Վերջ, պրծա, վերջացա։ Մեռելա։ Տեր ասում է մի հուսահատվի։ Ես հարություն եմ տալու։ Միայն հավատա։ Ժամեր ժամանակները Տիրոջ ձեռքերի մեջ է։ Մարկը ասում է այսքան տարի չի եղել դժվար է լինի։ Հիշում եք Ղազարոսին 4 օր մեռած էր։ Ղազարոսի քույրերը Հիսուսին ասում են Տեր, արդեն հոտ է կպել իսրայելական այդ շոկի մեջ։ Տեր, էլ չարժի գնալ, 4 օր է։ Ասաց ես ձեզ չասեցի, միայն հավատա։ Տեր ասում է ես եմ կյանքը։ Ես եմ ամեն բան, արարիչը, ստեղծողը։ Ես եմ սկիզբը եւ վերջը։ Ամեն, միայն հավատա։ Հենց դրա մասին եմ ուզում կարդամ։ Բոլորովին ուրախություն համարեցեք եղբայրք, երբ որ կերպ փորձանքների մեջ կընկնեք։ Գիտենալով, որ ձեր հավատքի փորձառությունը համբերություն է գործում։ Դու հավատում ես Հիսուսին, բայց քո կյանքում ուրիշ բաներ է կատարվում։ Դու ընկնում ես փորձանքների մեջ, խոսքը ասում է ձեր հավատքի փորձառությունը համբերություն է գործում, ձեր մոտ համբերություն է առաջացնում։ Դուք հասկացել եք երբեմն, որ ամեն տեղ, երբ որ պարտվում եք, ընկնում եք, միևնույն է նորից սկսում եք հավատալ։ Որովհետև ուրիշ ճար չունենք, եւ որ չհավատանք ինչ պետք է անենք։ Այն մինչև վերջի կետը մենք հավատում ենք։ Մարդը մեռել է, էլի հավատում է։ 4 օրվա մեռելի Տերը նորից հավատում է։ Ասում է ձեր համբերությունը, ձեր հավատքի փորձառությունը համբերություն է գործում։ Իսկ համբերությունը թող կատարյալ գործ ունենա։ Ինչ ունենա։ Երբ որ պարտված ես, համբերում ես, փորձանքների մեջ ես, խոսքը ասում է իսկ համբերությունը, որ համբերում ես հավատքով, թող կատարյալ գործ ունենա, կատարյալ կյանք ապրի, ճիշտ ապրի, որ կատարյալ եւ ամբողջ լինեք եւ ոչ մի բանի պակասություն չունենաք։ Ինչ չունենաք։ Այսինքն, որ պարտքեր ու վարկերի մեջ թաղված չլինեք։ Դրա համար կարևոր է հավատքով կատարյալ ապրել, անգամ եթե փորձանքների փորձությունների մեջ ես։ Համբերությունը կատարյալ գործ ունենա։ Բայց եթե մեկը ձեզանից իմաստության պակաս ունի, ով իմաստության պակաս ունի այստեղ։ Սիրելիներ, մենք ամեն օր իմաստության կարիք ունենք։ Ամեն։ Դրա համար ամեն օր խնդրի Տիրոջը, որ իմաստություն տա քո ամեն քայլերի համար, թե որ քայլը ոնց պիտի անես։ Մենք ունենք, ես անձամբ որպես հովիվ շատ ունեմ, ու ամեն օր խնդրում եմ իմաստություն Տեր, օգնի մեզ, իմանալու ես հարցը, այն հարցը, այս ճանապարհը ոնց անենք, քայլերը մեր։ Բայց եթե ձեզանից մեկը իմաստության պակասություն ունի, թող խնդրե Աստծուն, Աստվածանից, որ ամենին տալիս է առատությամբ եւ չի նախատում, կտրվի նրան։ Կասես դե դպրոցում լավ չեմ սովորել, բարձրագույն ուսումնական հաստատություններում չեմ եղել, հոյ ջան, ինձ իմաստությունը որտեղից։ Ուրա, չկա։ Մանկությունից ես թույլ եմ եղել։ Գիտեք, Աստծո իմաստությունը դա ուրիշ բան է։ Դա ինստիտուտը չի, դպրոցը չի։ Դա քո քայլերի, որոշումների հենց սկիզբն է իմաստությունը։ Հիշում եք, իմաստությունը ասում է, ես բնակվում եմ արդարության ճանապարհներում, որ հանդիպեմ մարդկանց եւ նրանց ժառանգեցնեմ օրհնություններ։ Առակացույց 3-րդ գլխում է գրված։ Նրանց շտեմարանները լցնեմ։ Ամեն։ Ուրեմն խոսքը ասում է, միայն թող հավատքով խնդրեն իմաստությունը։ Առանց երկմտելու, որովհետև երկմիտ մարդը նման է ծովի հողմակոծված եւ տատանված ալիքներին։ Այն մարդը թող չկարծե, որ Տերից մի բան կառնե։ Երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհներում։ Ամեն։ Ուրեմն մարդը, որը անհաստատ է, այսօր ուժեղ հավատացյալ է, վաղը անկապ ինչ որ մեկն է, այն մյուս օրը նորից ուժեղ հավատացյալ է, այն մյուս օրը չգիտես ով է, դա կոչվում է երկմիտ անհաստատ մարդ։ Աստվածաշունչը ասում է, այդ տեսակի մարդը թող չկարծե, որ Աստծուց մի բան կառնե։
Հավատացյալ մարդը նա հաստատուն մարդ է իր ճանապարհներում։ Նա հաստատուն է ամեն ժամանակ։ Նա հաստատուն է իր Աստծու հետ։ Ոչ թե մեկը մի բան առաջարկեց, արդեն Աստծու ծառայությանը կարևոր չէ։ Եղեք հաստատուն մարդիկ, հաստատուն հոգևորներ եւ կվայելեք Տիրոջ օրհնությունները։ Ամեն, փառք մեր Հիսուսին, օրհնյալ լինի մեր Տերը։